Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ և լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր և միայն Level Up-ում, կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով, գրված մագաղաթների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։
Բարի երեկո սիրելի Ֆորտունայի եթերում բաց սենյակն է օրը Կիրակի ժամը 20:00-ն եւ մենք միանում ենք ձեզ եւ ցանկանում հրաշալի երեկո։ Մոտակա 1 ժամը կանենք ամեն ինչ, որպեսզի ունենաք ժպիտներով երեկո կարևորը։ Ասում ենք բարի երեկո, որովհետև այսօր էլ հանգստյան է, օրը Կիրակի է եւ ողջույններ բաց սենյակից բոլորին, ովքեր Հայաստանում են դիտում, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս են դիտում եւ ովքեր դիտում են իհարկե նաեւ Լոռու մարզում։ Իսկ առհասարակ ինչպես են մեզ դիտում, Ռաֆ։ Հայաստանում մեզ կարող եք դիտել Ucom, Team Telecom եւ Ovio ցանցերի միջոցով, ինչպես նաեւ հասանելի ենք Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, կարող եք որոնել եւ հետեւել մեր բոլոր աշխատանքներին, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցները կարող են հետեւել տարբեր կաբելային ցանցերի միջոցով։ Հաղորդումներին կարող եք հետևել ինչպես on-line, այնպես էլ off-line տարբերակով, ինչը դա նշանակում հարգելի բարեկամներ, դա նշանակում է, որ կարող եք հաղորդման ձայնագրությունները դիտել մեր պաշտոնական YouTube-յան հարթակում, ինչպես նաև մեր սոցիալական էջերում Facebook-ում ու Instagram-ում փնտրելով բաց սենյակ։ Կամ էլ հեռուստալույսով հետ են գնում։ Ժամանակի մեջ եք գնում։ Հետ եք գնում եւ ծրագրային տարբերակով։ Մի խոսքով կարող եք բոլոր տարբերակներով այլ դիտել, իսկ եթե հենց այդպես էլ անում եք, ուրեմն բարև ձեզ, սա բաց սենյակն է։ Լսենք երեք Ես չէի պատկերացնում կյանքում Այսքան շուտ կմեծանաս աղջիկս Քանի գիշերներ արթուն Օրորել եմ քեզ ես գիրկս Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Քո ծնվելու օրը ես գտա երջանկությունս Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Թող որ սիրո մեջ դեր միշտ լինի անկեղծությունը Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Ով իմանար այսօրն էլ կգա Որ աղջկաս ձեռքը ես կտամ Համ ուրախությանը շապ չկա Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Որ սիրո մեջ դեր միշտ լինի անկեղծությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Սիրելի հեռուստատողներ, ողջույններ ենք ուղարկում բոլորին, ովքեր նոր միացան բաց սենյակին։ Մենք աշխատում ենք եթերում, հաճելի գարնանային երեկո ենք մաղթում եւ գարնանն նվիրված միամսյակը շարունակվում է։ Այն շարունակվում է նաեւ մեր գործընկերների հետ։ Բաց սենյակի գործընկերն է Level Up Design Studio-ն, որն առաջարկում է Ռաֆ։
ինչ առաջարկում, Ծաղիկների թարմ ընտրանի ուղիղ ջերմոցիցներ գրված։ Եթե օրինակ վիճել ես քո ընկերուհու հետ մի քանի օր շարունակ եւ չգիտես ինչպես սիրտը շահել, գնում ես դեպի Վարդանանց 116 կոտորակ 1, level up ծաղկի սրա, վերցնում ես մի փունջ ծաղկեփունջ կամ երկու փունջ։ Չէ, մեկ էլի։ Որեն գրում ես Մեկ արժանի ծաղկեփունջ։ նվիրում ես եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Որովհետև եթե երկուսը տար, հաստատ խնդիրներ լինեն։ 3 պետք է գոնե տար, լավ, չէ, մեկով կբավար։ Եվ կարող են level-ի կանցերը այնպիսի մտքեր գրեն այդ ծաղկեփնջի վրա մագաղաթի տեսքով, որ մի անգամից ձեր ընկերուհին ձեզ կների։ Այո։ Հեռախոսահամարը 077 09 17 գտնվում է Վարդանանց 116 կոտորակ 1 հասցեում level up ծաղիկների տեղատարապ։ Ես առաջարկում եմ, որ եթե նոր այդ նույն ընկերուհու հետ վիճել են ռավ, նույն ընկերուհու հետ գնան Dwayne Room, գինետում, հասցե սենյակ, որտեղ այդ դեպքում բաց սենյակ չէ, որտեղ գինի կարող եք համ տեսել, գինու սենյակ, այո, որտեղ գինի կարող եք համ տեսել, այն էլ Ազարյան գինին, այնպես որ Ազարյան գինու ընտրանին կարող եք համ տեսել նաև խանութ սրահում, որը գտնվում է քաղաք Վանաձոր։ Խորենացի 7 հասցեում level up-ից միանգամից գնում եք Խորենացի 7 եւ ամեն ինչ դառնում է պայծառ եւ հաճելի։ Եթե ուզում եք զանգահարել եւ իմանալ արդյոք քանի ժամ են աշխատում եւ ինչ տեսականիներ կան, զանգահարում եք 098 041 385 044 412 128 Ազարյան արփեսնող ինչպես ծերը։ Այո, համոզվեք ինքներդ հարկելի հեռուստադիտողներ։ Պատկերացրեք քանի զույգերի հիմա միացեցինք նորից։ Այո, այո, դու մենք շատ հետո բարի ենք։ հարսանիքը կվարես։ Դե մենք գիտենք ինչ ենք անում։ Այո, բայց մինչև հարսանիքը վարելը պետք է հենց այդ զույգին խորհուրդ տան գնա վարսահարդարման։ Այդ շատ Մարիա կարևոր է։ Գուտի սալոն քաղաք Վանաձոր Համբարձումյան 17 կոտորակի 2 հասցեում ֆազում թաղամասում։ Այնտեղից էլ միանգամից հեռացայնում են Ունե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոն, գրանցում Տիգրան Մեծ 39 կոտորակ 1 հասցե այցելում, դիմահարդարվում ընդգծում հմայքն գեղեցկությունը ու գնում հարսանիքի, որտեղ այն Ափսոս հարսանյա սրահ չունենք գովազդի մեջ, թե չկնշենք այո, նաև բայց այդ բացը պետք է լրացնեն։ Որիվ կազմակերպեցինք ձեր հարսանիքը, տես։ Վերջ։ Մենք այսօրվա մեր առաքելությունը համարում ենք ավարտված։ Բացենյակ կազմակերպություն կարող եք դիմել։ Այո։ Հաշտվելու կազմով։ Հարգելի հաստատողներ, հիմա մեր գործընկերների հոլովակներն ենք դիտում գովազդային, որից հետո կվերադառնանք, չէ, երաժշտություն ու նոր կվերադառնանք, այդ ընթացքում էլ մեր գործընկերոջը կդիմավորենք, իսկ ով է նա, կիմանա քիչ հետո։ Ով սիրուն, սիրուն ինչու մոտեցար սրտիս գաղտնիքը ինչու իմացար մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի բայց դու Եթե տեսնեմ օրերից մի օր դու մանես գալիս տխուրում օրով ընկեր կդառնամ ես քո վշտերի մենակ չեմ թողնի
իմ սիրած յարին մենակ չեմ թողնի իմ սիրած յարին Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր դիտում են բաց սենյակ, ովքեր մեզ դիտում են Լոռիում, ովքեր դիտում են Հեստանում, ովքեր մեզ դիտում են աշխարհի ցանկացած կետում։ Ողջույններ։ Level-ի գանձերին։ Level-ի գանձերին ողջույններ, հիմա Level-ի գլխավոր գանձին ներկայացրու։ Ահա, ներկայացնենք մեր հյուրին, մեր տաղավարում մեր գործընկերն է Level Up Design Studio-ի համահիմնադիր տնօրեն Անի Ալեքսանյանը։ Բարի գալուս բաց սենյականի ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ, ձեր շրջապատում այլ կերպ հնարավոր չի լինել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ունեցա առիթ արտահայտվելու, կիսվելու ձեզ հետ իմ մտքերով, նաև հանրության հետ։ Շնորհակալ եմ այս ձևաչափի համար։ Անի ջան, ուզում եմ այդ level-ի գանձեր արտահայտությունից սկսենք, հա։ Այո։ Ոնց դարձավ էլի այսօրվա աֆորիզմներից մեկը։ Շատ պատահական։ Իրականում, երբ որ սրճարանը բացում էի ես, չգիտեմ, երեկոյան պարկած մտածեցի ինչ անուն եմ դնելու, երգը լսեցի, Level Up, ու շատ դուրս եկավ, հետո պեղեցի ինչա նշանակում եւ այլն, հասկացա, որ ռուսերեն ասած ուռիվին վիշում եք մակարդակ բարձր ու այդ պահին հենց դա էլ պետք է ընդգծեի իմ սրճարանի բացումով, որ ավելի բարձր մակարդակի սպասարկում լինի։ Հետո արդեն սրճարանի ուղիղ եթերների լայվերի ժամանակ իմ հանրության հետ շփման ժամանակ այդպես պատահական ասեցի Level-ի գանձեր, բարև ձեզ, ու այդպես դա դարձավ թրենդային արտահայտություն։ Այդ տարբեր են եղել ոլորտները, իհարկե մեր այսօրվա զրույցի հիմքը հենց ծաղկի կենտրոնն է, սրահն է, որն ինքնատիպությամբ ու յուրահատկությամբ առանձնանում է։ Նախ եկեք ասելիքից խոսենք։ Ինչ եք առաջարկում դուք կոնկրետ Level Up ձևաչափում եւ ինչն է կարևորում հատկապես ձեր աշխատանքում։ Ես միշտ ասել եմ ու եւս մեկ անգամ կկրկնվեմ, ինչ ֆորմատի բիզնես որ ես նախագծեմ,
անկախ նրանից դա կլիներ սրճարանը, որը հիմա փակ է, իհարկե պլաններում կա վերաբացել, կլինի ծաղկի սրահ, կլինի դեղատուն, կլինի մի օր հագուստի խանութ, բոլոր պարագաներում անունը մնալու է level up, որովհետև հենց ինքը մակարդակ բարձր, այսինքն ինչ բիզնես որ նախագծենք, անունը նրա հետ համահունչ քայլելու է։ Հիմա ծաղկի սրահում եւս շեշտը դրված է մեկ մակարդակ բարձր սպասարկման վրա, որակով տեսականի վրա, տարբերվող եւ ինքնատիպ տեսականի վրա։ Չգիտեմ, բոլորը տեսել են արդեն մեր տեսականին, իսկ թվում է գիտեն տարբերությունը level up-ի։ Ինչ է տալիս ձեզ ձեր աշխատանքը կոնկրետ Կյանք։ Ես մի որոշակի ժամանակ տանն էի, դադարի մեջ էի Նարեկից ծնունդով։ Եվ չգիտեմ, իհարկե Նարեկով էի ապրում, բայց կեսս չկար։ Ու շատ արագ անցա աշխատանքի, հիմա ապրում եմ լիարժեք։ Արի ջան, այդ փոքր հատվածները, տեսահոլովակներ, որ ներբեռնում եք ինտերնետ, դրանք օգուտ տալիս են, այսպես ասած, խանութի աշխատանքին։ Հա, իհարկե։ Դիտումներն են ավելանում, հենց երեք ունեինք հաճախորդ, որը որ ձեր Ֆորտունայի եթերներ տեսել եւ եկել էր մեր մոտ ծաղիկներ գնելու, ասեց ճիշտ է ամեն անգամ անցնում եմ ձեր սրահի մոտով, բայց Ֆորտունայի գովազդողում այսօր էստեղ ինչի՞ չէ փորձենք։ Դե իհարկե մեր ռիլերը եւս շատ տարածվում են։ Եթե մենք նկարենք ուղակի ծաղիկ, այդքան տարածում չի ստանա, ինչքան իմ ճակերտների մեջ շարժ տեսարանները, որ հենց ես ինքս իմ մասնակցությամբ, իմ բնույթով մի խոսքով շատ տարածում է ստանում, Երևանից ենք ունենում բավականին պատվերներ, անգամ այստեղից Երևան ենք առաքում մեր էջի տեսանելիությունը Երևանում մի պահ շատ էր տարածվել, չգիտեմ, Երևանից ինչ որ մեկը կիսվել էր այդ նյութով, փոստով, տարածում գտավ եւ մենք առաքումներ կազմակերպում ենք անգամ այստեղից Երևան, այնպես որ շատ են օգնում ռիլերը, իհարկե 21-րդ դարում բոլորիս հայտնի է, որ այս ռիլերը բոլորին են օգնում։ 24/7 ռեժիմով եք աշխատում։ Հիմնական գնորդները դրանք մարդիկ են ովքեր գալիս են սրա, թե նրանք ովքեր զանգում են։ Չէ։ Կարող է օրինակ տեսախցիկ ֆիքսել այդ օրվա մեր 24/7 բոլոր տեսարանները սրահի շրջակայքում եւ դուք չտեսնեք մեկ անձ, որ մտնի սրա օրինակ այդ օրը, բայց մենք ունենանք 20 ավել առաքումներ։ Շատ է վստահությունը առ իմ անձը։ Կոնկրետ առ իմ անձը։ Անի ջան, այստեղ տեղը հարսանիք կամ մի հատ փունջ քո ճաշակով, Անի ջան, տեքրակնոջ ծնունդնա քո ճաշակով մի բան գրի, իհարկե Անի կգրի տեքոր կնի կոցի բնիկ, որը դարավ նաև թրենդային։ Առաքումները մեր մոտ on-line ավելի ակտիվ են, քան անհատապես սպասարկումը, չնայած դրանից էլ չեմ դժգոհում, բայց ավելի շատ on-line հարթակն է մեզ մոտ ակտիվ։ Այսօր Վանաձորում եթե քայլես ժամը 10-ից հետո երեկոյան ժամերին ծաղկի խանութ չես գտնի, որ կարողանաս շատ մեծ բացառում է դա։ Հիմա ծնունդ են ուզում մարդիկ շնորհավորեն երեկոյան ժամը 12-ին։ Այդպիսի ծննդյան շնորհավորանքների պատվերները կարող են գերազանցել հարսանիքների պատվերները։ Չէ, չեն գերազանցի, բայց ունենք նման պատվերներ, իհարկե դա պետք է ամրագրել մինչև ժամը 9, մեր սրահ աշխատում է 9-ից 9, մինչև ժամը 9 ամրագրում են, բայց մենք երեկոյան գիշերը 24:00 առաքումը պարտադիր կատարում ենք, բայց որ ասեմ հարսանիքներին գերակշռում են, չէ։ Ասում եք level up design studio դրախտավայր։ Նախ ինչու ծաղիկներ։ Այս փուլում ինչու ծաղիկներ։ Հարցս էսպես ձևակերպ։ Ես ծաղիկների հանդեպ ունեմ հիվանդագին սեր։ Երբ որ կար սրճարանը level up, միշտ գնում էի ծաղիկներ, սեղանները զարդարում էի բնական ծաղիկներով անկախ տվյալ հաճախորդի պահանջմունքից։ Եվ դրա դիմաց ես ավել վճար չէի գանձում, ես ինքս իմ նախաձեռնությամբ, իմ ցանկությամբ մեր բոլոր սեղանները բնական ծաղիկներով զարդարում էի, կոմպոզիցիաներ ստանում, ապրում դրանով, անգամ դուք չգիտեմ հիշելուց կլինեք Անահիտ ջան, Ռաֆայելը եւս անմիջական կապ ունեցել մեր սրճարանի հետ, անգամ մեր պանիրներն ու բաստուրմաներն էի ես սեղանի սառը խորտիկները ծաղիկներով ձևավորում, հետո մի օր այտենց պատահական ասեցի, ինչի՞ չունենամ իմ անձնականը, մեկը մեկին կօգնի։ Այդպես աշխատեցի կես տարի, եղավ եւ սրճարանը, եւ ծաղկի սրահը, ու այդպես ձևավորում էինք։ Հենց այդպես միտք առաջացավ, հետո սրճարանի տարածք երբ որ վաճառեցին, ես միգուցե եթե ծաղկի սրահը չլիներ, շատ արագ այլ տարածք գտնեի, դե գիտեք, ես առանց level up-ի չէի կարող գոյատևեի, շատ արագ sense սպոնտան հաստատ կգտնեի մի տեղ ու կտեղափոխվեինք անպայման, բայց քանի որ կար արդեն ծաղկի սրահը, իմ բուժի ճանկյունը, ձեր ասած իմ դրախտավայրը, ես շատ հանգիստ էի այդ առումով, չշտապեցի սրահի վերաբացմամբ,
Հետո Նարեկից ծնունդով այդ ամեն ինչը հապաղեց, հիմա արդեն երբ որ պատրաստ եմ, այն օրը եւս post արեցի, որ պատրաստ եմ առաջարկների համար, իհարկե Վանաձորում այս պահին մի քիչ տարածքային խնդիր կա, դժվար է, առայժմ չեմ էլ կարողանա իմ սեփական տարածքը գնել, վարձակալության հիմունքներով եմ տեղ փնտրում։ Եթե կլինեն առաջարկներ, level up անպայման կվերաբացվի, իսկ ծաղկի սրահը, չգիտեմ, ինձ թվում է, քան ես կամ այն կլինի։ Այո, տոն օրերին մանավանդ, նաև հիշատակի օրերին ծաղիկների գների աճանը կա։ Ո՞վ է որոշում այդ գինը։ Սկսենք տեղից, որ կա կոնկրետ որոշող մարդ, որոշում են հանգամանքները, որոշում են հարկերը, որոշում է ջերմոցիտերով վճարում է բավականին էլեկտրաէներգիայի համար գումար։ Մի խոսքով այդ ամեն ինչը շղթայական է, կոնկրետ ծաղկի սրահի տնօրենը չի որոշում, որ այսօր պետք է թանկանան։ Անկամ մենք հնարավորինս մեզ ուզում ենք զուսպ պահենք, որ հաճախորդների համար ավել խոչընդոտներ չառաջացնենք, բայց դա մի շղթա է, որը ինքնըստինքյան ստացվում է, առանց դրա հնարավոր չէ։ Որն եք համարում ձեր ամենաառաջնային այցեքարտ level up-ի։ Իմ ձեռագիրը։ Ձեռագիրը եւ կոմպոզիցիաների փնջերի առումով եւ հենց ուղիղ առումով ձեռագիրը, որով ես գրում եմ իմ փնջերի վրա, որով ուղարկում ենք մեր բացիկները ոչ ստանդարտ, ձեր եթերում եւս ասել եմ մեր մագաղաթները 18-րդ դարի, երբ որ ինձ մոտ են գալի ասում են բացիկ ունեք, ասում եմ դա արդեն անցած էտապա մեր մոտ վերադարձել են մեր 18-րդ դարի մագաղաթները։ Բայց մենք դա ասում ենք, այո, 21-րդ դարի վերլուծությամբ, ահա, բայց հենց դա դարձավ իմ այցեքարտը, հենց այդ ձեռագրի համար, որ մեր առաքումները լինի այդ կրաֆտային թղթերով, իմ ձեռագրով գրած տեքստերը, դա մեր առավելությունն է։ Ես դա համարում եմ մեր այցեքարտը։ Շատ լավ։ Մեր այսօրվա հանդիպումը ոչ միայն մեր գործընկեր լինելն է, այլ նաև որպես անհատականություն, որպես կին ձեզ ներկայացնելը։ Եվ խոսելով կնոջ մասին, առաջին հարցը պետք է ուղղեմ, ո՞րն եք համարում կնոջ առաքելությունն այս կյանքում։ Մայր լինելը։ Դրանից այն կողմ ես չեմ պատկերացնում այլ առաքելություն։ Ինչ փոխվեց, երբ դուք մայրացաք, երբ առաջին անգամ մայրացաք։ Այ, կյանքս վերաիմաստավորվեց, պատասխանատվությունը կյանքիս հանդեպ փոխվեց, չգիտեմ, փոխվեց աշխարհը, աշխարհին նայում եմ այլ աչքերով երեխաներից հետո։ Նարեկն ինչ փոխեց կյանքում, ինչ ավելացրեց։ Նարեկը լույս էր, որ Աստված ուղարկեց, Նարեկը օրհնություն էր։ Իհարկե Հովանեսը եւս, Հովանեսի անունն էլ ինքնանպատակ չեմ դրել, հենց Սուրբ Հովանես ուխտի ժամանակ եմ որոշել, բայց համեմատության կարգով կասեմ, որ Նարեկը օրհնություններ ի վերուստ, որովհետև այդ этаպում, երբ մի քիչ ծանր այս թեման համար մամաս հիվանդ էր, երևի Աստված ուղարկեց Նարեկին, որ տանի մամային։ Այլ կերպ չեմ պատկերացնում մամայի գնալը, իմ հարմարվելը այդ օրերին, այդ ամեն ինչին չգիտեմ։ Նարեկը լույս էր, ով լուսավորեց բոլորիս կյանքը։ Նարեկը համահունչ է իր անունին։ Այո, ձեր կյանքի որ փորձությունն է ձեզ ամենաշատը փոխել։ Եվ հասկացել եք, որ անին ավելի քան ուժեղ է, քան մտածում եք։ Երևի հենց մամայի գնալը։ Չեմ ուզում մահանալ բառը ասել, ուղղակի իր գնալը, որտեվ նա հիմա ավելի լավ տեղ է գնացել է ուղղակի։ Դրանից հետո շատ եմ փոխվել։ Չգիտեմ, արդեն կյանքին լրիվ ուրիշ աչքերով եմ նայում, եւ դա ոչ թե ես այդպես որոշեցի ու ուզեցի, այլ ներքուս դա ստացվեց։ Անի կինո ուժեղ է։ Անասելի, բայց ես չեմ ուզենա, որ կինո ուժեղ լինի։ Ինձ էլ միշտ որպես կոմպլիմենտ շատ ահնչում դա, որ անի դու ես ինչ ուժեղ ես, ես չէի ուզի, որ դա այդպես լինի։ Չեմ կարծում, որ մենք այդպես ծնվում ենք, այլ հանգամանքներն են ստիպում, որ դառնաս ուժեղ, ելք չի թողնում Աստված։ Ու քեզ ուժեղացնում է։ Ով է եղել այն մարդը, որ միշտ հավատացել է ձեզ։ Անգամ ամենադժվարին պարերին։ Պապան։ Ինչ է ասում, որ դուք ավելի եկոտ եք պնդվում։ Չգիտեմ, մաման միշտ ավելի քննադատ է եղել իր անսահման սիրո մեջ, մամանից հիվանդագին էր սիրում։ Բայց պապան իմ ընկերն էր, կա, ոչ թե էր։ Եվ նա միշտ չեմ կարող այս այդ պահը հստակ ձեզ բացատրեմ, բայց կա մի անասելի կապ իմ ու պապայի մեջ, որ միշտ ասում եմ մամ, սա կյանքում եզակի դեպք է, որ ինձ ասում են դու ավելի շատ ում ես սիրում, ասում եմ պապային, բայց քո համար ավելի շատ կյանք եմ տալի։ Ուղղակի մենք շատ ավելի ընկերական ենք եղել, սկսած իմ ուսանողական տարիներից, ես որ ինչ-որ մի բան էի հագնում, ասում էի, հա, պապ, արժի՞ ես դուրս գամ։
Չգիտեմ, մեր մեջ կա մի անասելի կապ իմ ու papai մեջ, որ ասում են papai աղջիկ, այդ տարբերակն է, մաման շատ ծայրահեղ քննադատ ա եղել իմ կյանքում, բայց papan միշտ լավ, անտիրա չի ուզեցել ինձ ինչ-որ մի ձև հուսախաբանի, բայց մամայի քննադատությունն էլ չի անտեղին եղել։ Երևի բալանսը միմյանց լրացրել են, չնայած իմ կամակոր ու չար տեսակին։ Չոր, չարաճճի։ Անհնազանդ, ըմբոստ իմ տեսակով միշտ անարդարության հանդեպ առհասարակ այս կյանքում։ Անի ջան, ամեն դեպքում ես պիտի հարցնեմ, ձեր կյանքում ազդեցիկ կին։ Խորհուրդները միշտ հիշում եք ու հնչում է ականջում անընդհատ։ Ազդեցիկ կինը ձեր կյանքի ով է։ Ուսուցչուհիս։ Ինչ է ասում։ Ոյ, բարև ձեզ։ Սվետլանա Սարգիսովնա, իմ ռուսերենի ուսուցչուհին ա եղել։ Հիմա ինքը կզարմանա, որ ես իր անունը հնչեցնում եմ։ Բայց իր տեսակը իմ մոտ առաջացրեց կնոջ իդեալ, չնայած ես իրան չեմ նմանվել, մենք ահագին տարբեր ենք, ուզեի իր ազատվածությունը, հանգստությունը ես վերցրած լինեի, բայց երևի Աստված ինձ էսպես ա ստեղծել։ Բայց անգամ այդ փոքր տարիքից մաքրության հանդեպ սեր, գրատախտակը մաքրել, հիշում եք առաջ մենք դասարաններում հատակը մաստիկան պլպլացնում էինք, ամեն ինչ դուք աղջիկ եք դառնալու, այսպես պետք է անեք, դուք կին եք դառնալու, այդ անես, բան այսպես պետք է անեք ու չգիտեմ իմ համար ինքը կնոջ էտալոն է։ Հիմա ինքը կզարմանա, որ ես սա շեշտում եմ, բայց դա մեծ նստվածք է թողել։ Դժվար է լինել տղաների մայր։ Չէ, ասի պատասխանատվությունը իհարկե մեծ է, բայց մեկ-մեկ որ նայում եմ աղջիկ ունենա, ավելի խոցելի կլինեի երևի այս ժամանակաշրջանում։ Չէ, բարդ եմ շատ ու շատ դրական եմ նայում դրա, որ դառնալու եմ երկու աղջիկների կեսուր, որոնց հետ չեմ պատրաստվում ապրել, չէ։ Նախապես ասվեց։ Հակառակը ես հիմա միշտ Հովանեսի ասում եմ, հով հենց ինչ որ մեկին հավանես, կասես մաման ծաղիկներ ուղարկի։ Բայց ինչպեսի կեսուր կլինեիր։ Անհնազանդ։ Չէ, շատ ընկերական, հա, վերջ։ Շատ։ Μα ինչու է քեզ Ես ավելի շատ իրանց կողմը կլինեմ, քան տղաներին, եթե իհարկե այդ ամեն ինչ լինի փոխադարձ։ Բայց նաև եթե չլինի փոխադարձ, չեմ փորձի ինչ-որ ձև խոչընդոտել, ուղղակի իմ նեյտրալ սահմանը կպահեմ։ Ահա, իսկ որդիների մասնագիտության հետ կապված որոշում եք արդեն ինչ են հետագայում սովորելու։ Ես ինքս իմ փորձից կասեմ, որ այս պահից դա պլանավորել ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ես ինքս ավարտելով տնտեսագիտական բաժինը մեզ մոտ ՀԲՃՀ-ի իհարկե մերոնք շատ էին ուզում որ ես գնամ Երևան ժողով ինստիտուտ, բայց մենակ աղջիկ մինուճար, բամբակի մեջ պահած չի պատկերացնում ինձ մենակ Երևանի կյանքում։ Այ հիմա կստանալիս եմ որ չեմ գնացել։ Իրենք առաջարկեցին, ես մերժեցի, չէ, ես չեմ կարող չկամ տուն, մամայի փած ճաշերը չտեմ, մի խոսքով այստեղ ավարտեցի։ Եվ հիմա միշտ Հովանեսից ասում է, թե չէ որ դու պոլիտեխնիկի տնտեսն ես ավարտել, ընդհանրապես կաֆե չունես, բայց ես իրան բացատրում եմ, որ այդ ընդհանրապես կաֆեն ունենալու համար մարդ պետքա կրթված լինի։ Ընդհանրապես հաճախորդի հաշիվը հաշվելու համար մարդ պետքա կիրթ լինի։ Ընդհանրապես, չգիտեմ, անգամ հաճախորդիդ հետ շփվելու համար մարդ պետքա կիրթ լինի։ Բայց նաև չեմ ստիպի, որ իրենք ինչ-որ միտեղ ավարտեն, որովհետև այս պահին նաև շատ շեշտը դրված է արհեստների վրա, ինչին ես շատ մեծ տեղ եմ տալի։ Օրինակ հիմա իմ եղբայրը կաշվեգործությամբ է զբաղվում, ավետիս բրենդը մեր։ Ես հիանում եմ, չնայած նա էլ է ավարտել։ Միգուցե պետք է դրան հասնելու համար։ Արհեստն ասում են ոսկե բիլազուկ է։ Ես չեմ դնում շեշտ անպայման ինչ-որ միտեղ ավարտելու համար, բայց իրենք ինչ կընտրեն, ես միայն իրենց կողքին եմ։ Հովանեսը արդեն ավակ որդին է հասկանում է, չէ՞, իր մասնագիտությունը։ Նկատել եք ինչ-որ գիծ, որ ինքը ընտրել է։ Համաթեմից է շատ ուժեղ, բայց չեմ պատկերացնում իր մոտ ֆանատիկորեն սեր առ ֆուտբոլը կա։ Տեսնենք Հայաստանում ինչքանով զարգ կտան ֆուտբոլի առաջընթացին, նոր կհասկանանք արժի մտնել այդտեղ թե չէ։ Բայց ես ասել եմ, եթե դու իսկապես սիրում ես եւ պատրաստ ես 24/7 պարապել, մարզվել, ես քո կողքին եմ։ Անկամ կարող ենք գնալ ապրել Երևանում, որ դու հասնես քո նպատակներին։ Ես սիրում եմ, երբ որ ծնողը երեխայի կողքին է ամեն հարցում, բայց չեմ էլ պլանավորում այնպես, որ ես դա անեմ, որ հետո ես դրան պատասխանը ստանամ, չէ։ Կանեմ այնքան, ինչքան կկարողանամ եւ հետո Աստված իրենց հետ։ Ինչ է ուզում կինը անի։ Անի մեջ ապրող կինը այս պահին ուզում է խաղաղություն։ Իսկ ներքին խաղաղություն։ Իսկ առհասարակին ինչ է կարծում, ինչ է ուզում։
Ոյ, դա մի քիչ շատ գլոբալ հարց է, կինը ուզում է գեղեցկություն, ուզում է ճամփորդություն, ուզում է սեր, չգիտեմ, շատ բաներ կա, որ կինն ուզում է։ Ես երևի այն կանանցից եմ, որ իմ ցանկացած ուզած բան փորձում եմ ինքս ստեղծել։ Իհարկե, կողքից տղամարդը ապահովում է լիարժեք ամեն ինչով։ Շնորհակալ եմ շատ։ Ուղղակի եթերով ասեմ, որ շնորհակալ եմ։ Բայց ես չգիտեմ, ասում եմ, այն վտանգավոր կանանցից եմ, որ ինքս ինձ համար iPhone եմ գնում։ Ես կարծում եմ, որ ինքդ պետք է ստեղծես, ոտքդ ամուր դնես հողին։ Դիմացինն էլ այդպես քեզ ավելի շատ է հարգում։ Անի ջան, սրանից տարիներ առաջ հասարակության մեծամասնությունը կարծում էր, որ կնոջ դերը պետք է լինել տանը նստել, խոհանոցում եւ այլն եւ այլն։ Արդյոք այսօր փոխվել է կնոջ դերը հասարակության մեջ։ Իհարկե փոխվել է։ Այսօր կինը մի ողջ, չգիտեմ, պետություն, այդ ձեր ասած հասարակություն տանում է իր ուսերին։ Կնոջ դերը այսօր առավել քան երբևէ գծված է եւ շատ գովելի է։ Նաեւ տեսանք մենք պաշտոնյաներ կանայք ավելի առաջընթաց կա այդ առումով։ Ես միայն ողջունում եմ, որովհետեւ կինը շատ դիպլոմատ անձնավորություն է, շատ տրամաբանող։ Ես հասկացել եմ, որ պահեր կա տղամարդը ընկճվում է, չի կողմնորոշվում, բայց կինը ավելի ճկուն է նեղ իրավիճակներում։ Հիմա կինը թույլ սերը թե ուժեղ։ Իհարկե ուժեղ։ Իհարկե։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր դեռ չեն համարձակվում այդ քայլը անել դեպի առաջ։ Միանշանակ լինել ինքնավստահ եւ կատարել այդ քայլը։ Յուրաքանչյուր կին պետք է ձևավորվի որպես ինքնուրույն անհատ, ունենա ինքնուրույն աշխատանք, ունենա սեփական եկամուտը։ Ես Վահիտակը միշտ պատկերացրել եմ այսպիսի մի բան. կին, որը չունի աշխատանք, չունի կյանքի նկատմամբ ինչ-որ նախասիրություններ, չունի արհեստ, լավ, գտավ իր կեսին, ամուսնացավ, շատ ապահովված տղամարդ է, Աստված մի արած է, դա իմ ցանկությունը չէ, բայց ես դա հիմա որպես իրավիճակ ուզում եմ վերլուծեմ։ Ինչ-որ մի բան է տղուն պատահեց, կամ ինչ-որ ավտովթար, որ պետք է օրինակ մի ամիս չաշխատի, կամ ինչ-որ հիվանդություն, ասենք ընկճվել, նստել, չգիտեմ, ես չեմ պատկերացնում կնոջը այդ պարագայում, պետք է կինը միշտ լինի լիակատար, ինքնուրույն։ Եվ հետո այսօր այնքան դժվար են պայմանները, ապրելակերպը, այնքան հիմաթանկ է ամեն բան, որ կարծում եմ ընտանիքում յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ու ունենա իր ներդրումը ընտանիքի կայացման գործում։ Եվ միտք, որը յուրաքանչյուր դժվար իրավիճակում անին ուժ է տալիս, այդ որ միտքն է։ Աստված միշտ ինձ հետ է, միշտ։ Եթե հանդիպեիր Աստծուն, ինչ կասեիր։ Կասեի շնորհակալ եմ։ Միայն դա, շնորհակալ եմ Աստծուց։ Ես ամեն քայլի, ամեն օր, ժամ, րոպե զգում եմ իր ներկայությունն իմ կյանքում։ Աստվածավախ եք։ Շատ։ Ավելի շատ կասեի աստվածահավատ, քան վախ։ Շատ։ Միգուցե դա բառերով պետք չէ ասել, կյանքով պետք է ապացուցել։ Իհարկե աշխարհիկ կյանքի, չգիտեմ, գայթակղությունները շատ են մեզ խանգարում, որ գնանք դեպի Աստված, միշտ կան ինչ-որ խոչընդոտներ, բայց ես մամայից հետո առավել եւս փորձում եմ ապրել այդպես, որովհետեւ ինքը մահից մի քանի ժամ առաջ ասեց Հիսուս ջան, Փրկիչ ջան ու ասեց ներողամիտ եղեք մարդիկ։ Հիմա փորձում եմ ապրել մամայի նման։ Հատկապես ինչն եք դժվարներում։ Դավաճանությունը, ոչ թե դժվար, այլ չեմ ներում, անկախ նրանից դա կլինի անձնական, կլինի ընկերական, կլինի բարեկամական, դա իմ մոտ չի ներվում, որովհետև ես ինքս անսահման նվիրվող տեսակ եմ։ Որպես կին, ինչ եք ուզում ձեզ համար եւ ինչ եք ուզում հայ կնոջ համար։ Ես ինձ համար ոչինչ չեմ ուզում, ունեմ ամեն ինչ դերժեք երջանիկ լինելու համար, եթե չունենայի ոչինչ, իմ երկու երեխաները բավական են, որ ես ինձ զգամ լիարժեք ու երջանիկ։ Իսկ հայ կնոջ համար երևի ավելի շատ ինքնավստահություն։ Ձեր բարեմաղթանքը, շնորհավորանքը մեր հայ կանանց մեկ ամսյակի կապակցությամբ։ Ոյ, Խնդրեմ։ շնորհավորում եմ սիրելի կանայք, սիրելի մայրեր։ Այ, չգիտեմ ինչ ասեմ, ուզում եմ շատ երջանիկ լինեք, ուզում եմ միշտ ժպտակ, ուզում եմ կյանքի խոչընդոտները հաղթահարեք լիահույս առ Աստված, որ Աստված միշտ ձեզ հետ է ու դուք կարող եք անցնել այդ բարդ էտապը եւս։ Կյանքին միշտ նայեք ժպիտով, միշտ նայեք լավատեսորեն, միշտ նայեք դրական եւ ամենակարևորը՝ լինեք առողջ, որովհետեւ երբ չկա առողջություն, զրոյանում է ամեն բան։
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք սովորաբար այս հատվածում level up-ի դիզայն ստուդիոյի ծաղիկներն ենք մեր հյուրերին տալիս, բայց քանի որ դուք չունեք մրցակից, եւ նաեւ որ ծաղիկը փոխանցենք։ Պատկերացնում եք, ես փունջի բերեի, որ դուք ինձ տայք։ Այս դեպքում մեր գործընկերոջ Ազարյան գինու որն արտադրվում է Լոռու մարզում, ընտրանին հատնտիր տրամադրում ենք ձեզ, որ այսօր level-ի գանձերով չխկացնենք եւ նոր մտքերի կենացներ քննարկենք նաեւ այսօրվա եթերը։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ Հովանավորին։ Ձեզ համար ծաղիկներ են բերք, փոխանցեք ձեր բալիկներին։ Շնորհակալություն։ Level-ի գանձ Անին Ալեքսանյան մեր տաղավարում էր, մաղթում ենք, որ այն բոլոր նպատակները, որոնք որ դրել իսկապես մի քանի մակարդակ ավելին լինեն, արդեն ձեր ինքնաբավության աստիճանով։ Շնորհակալ եմ Անչապանայ ջան, Ռաֆայել ջան, շնորհակալ եմ։ Ձեզ էլ ցանկանում եմ միշտ ավելի level up եթերներ։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ ջան, մնացեք մեզ հետ, մենք շարունակենք եթերը մի փոքր անց։ Այո, ասել է թե այս ոլորտում եթե ընդգծենք գործարարքիներ մեր տաղավարը։ Հին օրերում մի նկար Ես ու դու նման իրար Աչքերում քո շատ սեր Որ հիմա էլ չի փոխվել Բայց հիմա հեռու եմ ես Մտքերով գրկում եմ քեզ Որ կարոտն այս մեծ Չհաղթի էլ մեզ Քեզ սիրում եմ ավելի Կանասխերն են վերևի Իմա կյանքս տակ Քիչ է միշտ կես պարդք եմ Քո սիրուց ավելի մեծ Չեմ տեսել ոչինչ անգետ Իմա կյանքս տակ Քիչ է միշտ կես պարդք եմ Ես սխալ լինեմ թե ճիշտ Ձերքը իմ բռնել ես միշտ Ու քնած թե արդում Քո աղոթքն է ինձ պահում Դու ներել ես ամեն ինչ Ու հիմա էլի մի քիչ Ինձ սպասիր որ գամ Ու գրկեմ քեզ մոտ Քեզ սիրում եմ ավելի Կանասխերն են վերևի Միշտ կես պարդք եմ Քո սիրուց ավելի մեծ Չեմ տեսել ոչինչ անգետ Իմա կյանքս տակ Քիչ է միշտ կես պարդք եմ Maria Beauty Salon
նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում, կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով, գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Ահա այսպիսի շատ ծաղկաշատ, ջերմ, հետաքրքիր հաճելի զրույց մեր հյուրի հետ եւ նաեւ գեղեցիկ հաղորդում պատրաստված ձեզ համար։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, բայց հաղորդման վերջում շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ մեր հաղորդման գործընկերներին Level Up Design Studio Վարդանանց 116 կոտորակ 1 մոտեցեք եւ վերցրեք ձեր ցանկացած ծաղկեփունջը։ Շնորհակալություն Level Up-ին, շնորհակալություն Ազարյան գինուն, որն առաջարկում է հատընտիր տեսականին, հարգելի հոստատողներ, պետք է ասեմ շնորհակալություն նաև Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին եւ Մարիա Beauty Salon-ին։ Մարիա Beauty Salon-ը գտնվում է Խաղաղվանաձոր Համբարձումյան 17 կոտորակ 2, Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնը գտնվում է Տիգրան 35 կոտորակ 1 եւ Ազարյան գինին եւ մասնագիտված խանութ սրահը գտնվում է Խորենացի 7 հասցեում, այո։ 7-ը լավ թիվ է։ 7-ով հասար փրկության, ես մոռացել էի հասցել։ Դե 7-ով ավարտում է ձեր փրկությունը, սկսում է մեր, էլի ապրիլի 7։ Վայրավ։ Չմոռանաք, Բան չմնաց, դիմացիր։ Քանի եթեր մնաց։ 1 եթեր մնաց։ Եթեր մնաց։ 1 ամբողջական եթեր։ 1 ամբողջական եթեր 2 օրով։ Մենք դեռ հանդիպելու ենք ապրիլի 7-ի միջև։ Ապրիլի 7, սիրով կհանդիպենք։ Իսկ այսօր այսքանը, հաջողություն, պաչիկը չմոռանաս։ Նոր հանդիպում, պաչիկը չեմ մոռանում, կհանդիպենք եթեր շարունակեք տել ֆորտունա։ Աղմկոտ աշխարից իմ աշխար դու արի Քեզ սպասել եմ ասես ես 1000 տարի Ինչ մոգիր անցյալից իմ ներկան զարտարի Որ զգացմունքը սրտիս վարարի Իմն ես հիմը Imnes
Աշխարհը աշխարհով իմ բախտն էլ միշտ ինձ հետ թող կապեմ սիրտը իմ սրտիդ հետ ու ինչ էլ որ լինի կգտնեմ արահետ որ ապրեմ իմ սիրած մարդու հետ Իմն ես իմը tu have innes ima innes verchage innes ima innes tu have innes ima innes verchage Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաեւ The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաեւ գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։